Մայրաթոր Սուրբ Էջմիածնում գումարված գերագույն հոգևոր խորհուրդը մերժելի է համարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Եվրոպական խորհրդարանում հայ առաքելական եկեղեցու հասցեին հնչեցված գնահատականները։ Խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ եկեղեցին օտար ազատության գործակալ եւ պատերազմի կուսակցություն որակելու ձևակերպումները չեն համապատասխանում իրականությանը եւ նպատակ ունեն արդարացնել իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ իրականացված ու հնարավոր հետագա ճնշումները։ Հայտարարությունում շեշտվում է, որ իշխանությունների կողմից նախաձեռնվող օրենսդրական փոփոխությունները վտանգում են եկեղեցի պետություն հարաբերությունների սահմանադրական հիմքերը եւ խղճի ու կրոնի ազատության իրավունքը։ ԱՄՆ կոնգրեսում ուժեղանում է քաղաքական ճնշումը Հայաստանին աջակցությունը մեծացնելու եւ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ավելի քան 45 անդամներ երկկուսակցական նամակով կոչ են արել 2027-ի ֆինանսական տարվա բյուջեում ընդլայնել աջակցությունը Հայաստանին եւ Արցախից բռնի տեղահանված հայերին։ Նամակում առաջարկվում է Հայաստանին տրամադրել $30 միլիոն անվտանգային աջակցություն, ինչպես նաեւ $100 միլիոն մարդասիրական օգնություն Արցախահայ փաստականներին։ Ժամանակ կոնգրեսականները պահանջում են ամբողջությամբ արգելել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին եւ կիրառել գլոբալ մագնիտսկու պատժամիջոցներ մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ։ Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումները չեն արդարացնում սպասումները, իսկ կոռուպցիայի ընկալման մակարդակը շարունակում է մնալ մտահոգիչ։ 2025 թվականին Հայաստանը կոռուպցիայի ընկալման համատեքով ստացել է 46 միավոր, 1 միավոր նվազ նախորդ տարվա համեմատ եւ զբաղեցրել է 65-րդ տեղը 182 երկրների շարքում։ Քաղաքացիական հասարակության հակակոռուպցիոն կոալիցիայի գնահատմամբ այս ցուցանիշը զգալիորեն հետ է մնում կառավարության 2023-26 թվականների ռազմավարությամբ նախատեսված 55 միավոր թիրախից։ Կոալիցիան մտահոգիչ է համարում նաև շահերի բախման կանխարգելման թույլ մեխանիզմները, հանրային ծառայությունում նեպոտիզմի եւ ֆավորիտիզմի թերագնահատումը, ինչպես նաև որոշ հանրային նշանակություն ունեցող դատական գործերի հականցկացումը։ Պաշտպանության նախարարության համակարգում բացահայտվել է զինվորական ծառայությունից ապօրինի ազատումների կոռուպցիոն սխեմա։ Հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, որ Պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի մազային ստորաբաժանման պաշտոնատար անձը խոշոր չափերի կաշառք է ստացել տարբեր ապօրինի գործողությունների համար։ Գեղարքունիքի մարզի բնակիչը որդու համար պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարի ժամկետով տարկետում ստանալու համար միջնորդի միջոցով պաշտոնյային փոխանցել է $11,000։ Բացի այդ, բացահայտվել են վարժական հավաքների չմասնակցելու կազմակերպական դեպքեր, ավելի քան $1 միլիոն արժողությամբ ապրանքներ ստանալու եւ բժշկական կեղծ եզրակացություն կազմելուն դրդելու միջոցով։ Պաշտոնատար անձին եւ եւս 3 անձի մեղադրանք է ներկայացվել մի շարք ծանր հոդվածներով։ Նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ 2025 թվականի ընթացքում Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններին։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդայյանն է գրել Facebook-ում. Հայաստանի էներգետիկ համակարգին այս պահին միացված են ավելի քան 1150 մեգավատ դրվածքային հզորությամբ արևային կայաններ։ Սա 2030 թվականի համար նախատեսված ցուցանիշից ավելի է շուրջ 150 մեգավատով եւ այս թիվը շարունակաբար աճում է։ Աճը 2024 թվականի համեմատ կազմում է ավելի քան 45%։ Որպեսզի պատկերացնեք այս ցուցանիշի մեծությունը, պիտի ասեմ, որ Հայաստանի ամբողջ արտադրանքի շուրջ 14%-ը նախորդ տարի արտադրվել է արևային կայանների միջոցով, գրել է նախարարը։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։